ինչու օգնել մարդկանց, ինչ վրա դա գերագույն ուղղակի երջանկություն է, երբ որ տեսնում եք, թե ոնց են փոքր գործընկերները հաջողության հասնելով, իրենց նպատակներն իրագործում, չգիտեմ, հիմա այն համար նաև դարձել է նպատակ այդ շատ մարդկանց, հնարավորինս շատ մարդկանց օգնել, որ իրանք հասնեն հաջողության։ Իսկ ինչու մնացի բիզնեսում, որտեղ այն տարբերակ չունի, ուղղակի ուրիշ տարբերակ չկա։ Մեր թիմի կողմից եկտապահարել իրականում տեսեք, եթե նայում ենք Արտունի կյանքը կարիերան, մի այսպիսի բիզնեսի մեջ գաղտնիք կա, ասում են, եթե ուզում եք հասնել հաջողությունների, ուրեմն օգնեք մյուսներին, որ իրենք են հասնեն հաջողության։ Այսինքն տվյալ անձնավորությունը հենց այն մարդն է, որ ոչ թե մտածում է իր հաջողության մասին, այլ մտածում է իր թիմի հաջողության մասին, սա բիզնեսի կանոնը եւ մեր բիզնեսի նկատմամբ կա։ Ընդհանրապես, գիտեք, եթե բիզնեսը չեն դիտում, այնպիսի մարդիկ, որ մարդիկ կարող են ձեզանից ինչ-որ նման ստանալ, դուք միշտ պահանջված կլինեք։ Միշտ պահանջված կլինեք, մարդիկ պատրաստ կլինեն վճարել ձեզ։ Տեսեք ինչն է կարևոր, ինչ են ուզում են կարևորը, մեր մենք սպիկերները ժամանակ տրամադրենք, ամենակարևոր հատկանիշը տվյալ անձի մեջ, ես շատ տղամարդիկ են սկսել բիզնեսի հետ, բայց իրանք հիասթափվել են, չկան այսօր։ Դուք ուշադրություն դարձեք, մեքենաները հիմնականում կանայք են վերցրել։ Ինչի է այդպես եղել։ Ավելի համառ ենք։ Բոլոր դժվարությունները համբերատարության մարմնավորում, որ իրա չափ համբերեք ու իրա չափ աշխատեք, լրիվ հնարավոր է ամեն ինչ։ ԵՒս մեկ անգամ շնորհավորենք։ Մյուսը ներկայացնել մենք ունենք մեր աստղերը շարունակում, Բավական Գրիգորյան, մի փոքր պատմի քո հաջողություններից, քո եկամուտներից։ Արագորեն ավտոմոբիլից։ Ուղղակի հավես չունի ավտոքշելու։ Նախ շատ ուրախ եմ, որ այսօր էստեղ եմ, չնայած փոքրիկիս եք, բայց դժվարություններով հաղթահարում եմ այս փուլը։ Ես 16 տարեկանից միշտ եղել եմ ցանցայինի մեջ, միշտ փորձել եմ իմը գտնեմ, բայց ոչ միտեղ չեմ գտել հնարավորությունը, ինչը տալիս է մեր ընկերությունը։ Շատերը կարող է իմանալ, ես Գյումրիում Օրիֆլեյմում էի աշխատում ու 10 տարի շարունակ պայքարել եմ մեքենայի համար, բայց այդպես էլ չունեցա, որովհետև շատ դժվար էր ու շատ եմ աշխատել մեքենայի համար, իսկ այստեղ ընդամենը 2 տարի ու կես ակտիվ աշխատանքի շնորհիվ ես ունեցա այդ արդյունքը։ Ու ինչ է ինձ բերեց այստեղ, ամենաառաջինը մեր մարքեթինգը, ինչ որնով պատմում էր մեր Արքինե Սարգսյանը, մեր բիզնես մոդելը, մեր պրոդուկտը, մեր ընկերության հստակ լինելը, ղեկավար կազմը, հենց այս միջոցառումները, որը մեզ համախմբում է մի տեղում, մենք ունենում ենք նմանատիպ արդյունք։ Իմ առաջի հաջողությունը եղել է ամենաառաջի ստատուսը, կոնսուլտանտ, մեր ժամանակ ասիստենտի կոչում չկար։ Իսկ տարվա վերջում արդեն երբ որ ռեյտինգում հայտնվել էինք Մոնակոյի 4-րդ տեղը շարեցի, որ կարող ենք ճանապարհորդել, ես ինքս տեղափոխել եմ մյուս տարվա վրա, որ գնանք միասին թիմով հանգստանալու, դրանից հետո արդեն 4-րդ մոդուլ ճանապարհորդություն ընկերության հաշվին, դուք տեսակ նկարները գնացինք Ալանիա, հանգստացանք ընկերության հաշվին, մեր ղեկավար կազմի հետ, իմ թիմի գործընկերների հետ ու շարունակվելու են մեր հաջողությունները, ես ինքս հիմա աշխատում եմ ակտիվ, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեմ։ Ուզում եմ սրա համար շնորհակալություն հայտնեմ մեր ղեկավար կազմին, հանձինս Լիբայի Զաքարյանի, Արքինե Սարգսյանի, իմ կուրատորներին, բոլոր շնորհակալ եմ ձեզ շատ, ես ձեր աշխատանքի արդյունքն է, ձեր շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ նմանատիպ արդյունք։ Իսկ ամենաշատը կուզեմ շնորհակալություն հայտնեմ իմ թիմին, իմ թիմի գործընկերներին, շատեր այստեղ նստած են ու աշխատելու ենք, որ դուք նույնպես ունենաք նմանատիպ արդյունք։ Շնորհակալություն։ Շատություն դարձրեք, այս ընթացքում բավականը ոչ միայն մեքենա է ունեցել, այլ փոքրիկեմ ունեցել։ Այսինքն կարելի է ընկերության